Օլաներ, բոնժորներ, բոլորին, ովքեր միացել են մեզ ուղիղ եթերը մեկնարկած են նոր աշխատանքային շաբաթ, նոր տրամադրություն 8 րոպե Լոս Անջելեսում, բարի առավոտ, բարի օր նաև Դերենիկին, ով միացել է մեզ ուղիղ եթեր, Դերենիկ ողջույն, հուսամ լավ հանգստացել եք։ Բարի լույս բոլորին։ Բարի, ոնց անցան հանգստյան օրերը։ Մեզ մոտ ընտիրերից, ձեզ մոտ։ Մեր մոտ էլ ընտիր, չնայած որ ձմեռը տիրանում է իր ձևաչափով, հա, եկել է արդեն այսօր որոշ նորքի բանի կոմերը անգամ այնպես թացցյան տեսքով sense վիճակներ էր, անձրև էր գալիս ցածրադիր շրջաններում, Սևանում, որոշ այլ շրջաններում ձյուն է ձուն ձմեռ, ոնց որ ասում են, բայց դե դեկտեմբերն է դրսում, դեկտեմբերի 8-ն է, ինչը ասում եմ որ Դեկտեմբեր, հետո հունվար, չէ արդեն։ Դե հա, հետո տենց գնում ենք առաջ։ Ոնց է օրը մեկնարկել։ Օրը պայծառ տաք, այսօր մինչև 22 աստիճան ալի։ Վաղը աննոմալ շոկ ա լինելու, հա, ասում են Լոս Անջելեսում։ Շոկ չէ, բայց մինչև 26 աստիճան կբարձրանա, շաբթ 26, ահա։ Երբ որ մենք պատրաստվում ենք եղանակային կանխատեսումներին, դե գրած էր, որ ռեկորդային շոկ ա լինելու այս տարվա ժամանակաշրջանի համար, անգամ արևի ուղիղ ճառագայթների տակ մի մնացեք, ասում եմ։ Ոյ, այդ աստիճան։ Ես էլ կարդացի, որ ձեր մոտ փոթորիկներ են սպասվում, ձնաբքեր, որոշ շրջաններում, հա, ճիշտ են ասում, այդ հյուսիսում Աշոտսկ բան այդ կողմերը, որը մշտապես ցուրտ զառնամանիք վիճակների մեջ էր, այդպես լինելու է, բայց Երևանում բավականին կոմֆորտ ջերմաստիճան է, բավականին հանգիստ վիճակի մեջ է։ Ինչքան ասենք 10-15, թե? Չէ, 6, 7, 8, ոչ ավելի, 6, 7, 8 դեյլի դեկտեմբերի համար վատ չէ, դեկտեմբերի համար։ Հետարքիր է, ես միշտ այդ բանով եմ համեմատում, սառնարանի ներսում գիտես քանի աստիճան առավել, ու հիմնականում էլ էս տնային սառնարան 5 աստիճան, 1-2-ը քսար չի արդեն այնտեղ հեղուկները բանել, 5 աստիճան է, իսկ վերևում -5, հիմնականում էլ իհարկե տարբեր կարող ես այնտեղ բան անել, բայց հիմա հեղուկները չսար չեն։ Հիմա սառցախցիկները հիմնականում հիմա այո, դա հիմա եթե դրսում 5 աստիճան է, պատկերացրեք դուք սառնարանի ներսում եք։ Բայց իրոք հարմար բան է, չէ, փոքրիկ տարբերություն է, բայց ովքեր ունեն սառնարան, որտեղ թվում է թե պարզ բան է, չէ, ով էր որոշել որ պիտի լիներ սառնարանը։ Հիմնականում մենք օգտագործում ենք հենց սառնարանը, ոչ թե սառցախցիկը։ Կռանալ ներքևից հանել ապրանքը պիտի այնիչ վերևը լիներ, էլի, չէ։ Հետո հասկացան, էվրիկա, փոխեցին, բայց մի քանի տասնամյակ անցավ առնվազն։ Այս իմը իսկապես այս երևի 10 տարուց ավել է օգտագործում եմ, ոչ մի խնդրեմ չունի ես իմ սառնարանը, բայց մտածում եմ արդեն փոխել ինչ-որ գնացի նայելու, Ռաֆայել գլուխս պատտվեց այն։ Այդ ինչ հիմա 10 տարի ես չէի նայել։ Այն Costco-ի մոտերը թե Best Buy-ի խանութ, Best Buy-ն եք գնացել։ Best Buy գնացի, մի տեղ էլ գնացի, չեմ հիշում որտեղ էր, կարծեմ հատուկ տենց խանութ էր, բան Montebello, չէ, Pasadena-ում։ Այմարդ, գիտես ինչն էր շատ զարգացել, ինձ բան հաճելիորեն զարմացրեց։ Այդ դարակների բազմությունն ու բանը այդ հնարքները նոր էլի, այս սենցա բացում են, սենցա հնարավոր ամեն միլիմետր օգտագործված է, էլի, որ դու կարողանաս տեղադրել ու բան անել։ Այն երկու դռնով որ սենց կան գարդերոբի նման բացում են, վայ։ Եվ ասացիդ նման այդ ֆրիզերն էլ սառցարանը ներքևում է, որ ավելի հարմար է։ Շատ հարմար պահ է դա, հա, համաձայն եմ։ Այնքան էլ սիրուն են, հա։ Հա, այդ ստիլ, չէ, այդ մետաղական այդ բաները շատ լավն է, շատ լավ։ Դուրը բացում ես, այնպես թեթև փակվում է առանց որևէ բանի, էլի։ Բա որ բաց ես թողում հանկարծ շատ ձեն է սկսում հանել։ Այո։ Շատ էս նայում փակի։ Ես օրինակ իմս այդ ձայնը չունի, բայց ես բան ունեմ, որ սենց իդեպ ասեմ, դա կոչվում է refrigerator blindness։ Այն որ ասենք կարակն ես ման գալիս, դիմացը դրածը ու չես տեսնում, բացել նայում ես չես տեսնում։ Այնքան եմ սենց կանում ինչ ուտեմ, մեկ էլ բանը մատորը մեմա, սարա լավ շատ է բաց թողել ուրեմն արդեն։ Ժամանակ է գալու, որ բացելու է սառնարանը, ինքը ասելու է, իսկ սա փորձել ես կարակը կամ փորձիր պանիրը կամ փոխիր ժամկետը, չգիտեմ ինչի, այսինքն ինքը smart համակարգով ամեն ինչ ասելու է։
Սա սմարթացան մենակ մենք sense դեմբո մնացինք ոնց կլինի այմար։ Դե որովհետև սա սմարթացան։ Smart։ Սարդարանը smart։ Ես ճիշտ ասած smart ժամացույց բերեցի հետս որ եկել էի, առել եմ, հանեցի։ Վախեցա։ Վախում եմ այս այդ բանից։ Դերինիկ ամեն ինչը ասում է։ Սիրտդ արագ խփեց, շունչդ քիչ խփեց, արագ քայլեցիր, դանդաղ քայլեցիր եւ այլն, Աստված իմ չեմ իրոք։ Վախենալու բան կա դրա մեջ։ Հանեցի, Հիմա հետարքիր է։ Ես էլ բան պատվիրեցի, ուրեմն շաբաթ օրը եկավ, բանից ժամացույց մի հատ տեսա դուրս եկավ։ Էլի smart թե ուղղակի ժամացույց։ Չէ, ուղղակի ժամացույց, սլակով, բանով, տենց տրադիցիոն ամեն բանով, շվեյցարական այդ արմի բանն եւ կանաչ գույնի ինքն էլ բանն էլ տենց լավ էր կարելի գնացել է խանութ մեկ էլ հա ծանոթներից մեկը հանդիպեց բա այս ինչ սիրուն ժամացույց է դերու հանեցի տվեցի ասի ես քեզ նվեր ասեցի մի ժամ չէի կապել էս ինչ հետո դու եկա խանութ դու հիմար ես երևի հիմար եմ չգիտեմ բայց երբևէ մեկը ժամացույց նվիրել է Չէ։ Ահա, տեսա։ Բայց ախր այնքան հարց, վայ, ինչ լավն ասենց բանով, աշար, վերջը։ Արատաձեռն դերինիկի արկածները խաղում։ Ահա, տենց ստացվեց, այդ օրը տենց ստացվեց, բայց ամեն անգամ չսպասեք որ։ Այո։ Դե ինչ, երախտապար դու։ Իչև հիմա զարմացած եմ իմ վրա, էլի։ Հա, այդ անելու։ Դից մտերի մարդ չէր, բան չէր, էլի, որ ասեմ, բայց ուրեմն հասնում էր ոչինչ։ Դե տենց եք անում էլի, որ մարդկանց մոտ միֆեր է ծնվում մեր եթերի հետ կապված։ Այն օրն էլ ինչ էի ասել, որ $1000 տվել են ես իմ ինչ բան ու տենց սկսվում է այդ միֆերը դերենիկը ժամացույց նվիրեց չգիտեմ ով միջամտում բաներին մարդիկ չեն հավատա դրա համար եկեք մենք այդպես ենք հա պատարակը նայեցիք այմա չեմ նայել բայց Սուրբ եւ անմահ պատարակը այսօր Փաշինյանը հսկայական հոդված է հրապարակել եկեղեցու իր տեսակետը բան եւ այլն հիմա էլ առաջարկում են եկեղեցում մոտակայքում կամ գագաթին չէ բայց կողքը դրոշ լինի դրոշակ դնել եւ պատարակից 5 րոպե առաջ Հայաստանի օրհներ կկատարվի եկեղեցում հա այդ իհարկե մենք այնքան հեռու ենք այս աշխարհից այդ եկեղեցական կյանքից եւ այլն չգիտեմ բայց ուր են գնալու այս ամեն ինչը ներկայացնելով, միջամտելով, եմ որ ասում խնդիր ունես եղբայր։ Ասենք ձեր խնդիրը, պարոն Փաշինյան, քանից էս արտահայտվել եք, ձեր մեղադրանքներն են ի կաթողիկոս եւ էլի այնտեղ մի աշխարհ մարդ, հա, բարձրաստիճան հոգեվորական դասի, դուք ասում եք, երեխա ունենք, ուխտադրուժ են, ինչ են անում, մի խոսքով, բազմաթիվ մեղադրանքներ եք հնչեցնում։ Հիմա եթե դուք այս ձեր պայքարը, ինչպես դուք եք դիտարկում Այս կողմից եք մոտենում, գիմնը դնենք, դրոշը դնենք, հարկային տաշտը բան, դուք այդ խնդիրը հիմա չեք լուծում, չէ, դուք հիմա լուծում եք, որ Պողոս Պետրոս Մարտիրոսը ուխտադրուժ են, էս են, եկեք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկեք, չխառնենք սաղ իրար, որտեղ հիմա ասենց շատ շիլա շփոթ է, հիմա այսօր ընդդիմադիրները արդեն, ահա, հարկայինը նեղում են, փողերը պիտի հաշվի, թափանցիկ չի սարքում են իր ձեռքի տակի բան, ինչի եք այդ բանը անում Դա ես այն կարծիքին եմ, որ ի վերջո պիտի եկեղեցին, չգիտեմ, այսօր թե վաղը պիտի հաշվետու լինի, այսինքն ֆինանսական այդ ապարատը պիտի պետությանը հաշվետու լինի։ Պետությունը պիտի իմանա իրանք ինչ են անում, որովհետև այնտեղ մեծ փողեր են եւ երբ որ մեծ փողերը չեն հսկվում կառավարության կողմից, այնտեղ ամեն բան հնարավոր է։ Դե որոշ գնահատակներով 10 բան, թե լվացում փողերի, ամեն ինչ հնարավոր է։ Այդ իմաստով ես կարծում եմ, որ պետությունը պիտի անպայման տեղյակ լինի ֆինանսական կյանքից եկեղեցի։ Էլի եմ ասում, մեծ փողեր են այնտեղ։ Իրանց ասելով, մոտավորապես 15% պետական բյուջեի չափով փող է պատտվում ընդե։ Դա թիվ ենք խոսում։ Երկրորդը էլի ըստ հրապարակած իրանց տվյալների, ես չեմ տիրապետում Ժորժ ջան, ըստ հրապարակած տվյալների, իբր եկեղեցին ամենամեծ կալվածակար բանն է, հողային կալվածատեժն է, այսինքն հսկայական հեկտարներով հողատարածքներ, բաներ, որոնք եւս հարկման ենթակա չեն։ Հիմա ըստ Փաշինյանի այսօր առաջարկած կետերի ճանապարհային քարտեզա դրա անունը, ասում է, եկեղեցին 100% հարկվի, մենք 100%-ը հետ տանք իրան, բայց իբր այսինքն տեսնենք
Տեսնենք ինչա կատարվում։ Այո, այո։ Այստեղ ես համաձայն եմ։ Էլի եմ ասում, որտեղ մեծ փողերը մեծ փորձանք կարող են բերել, եթե շիրեսկուն կառավարության կողմից։ Բերել է որն է այսօրն է։ Բա իրանց այլասերության հիմնական պատճառներից մեկը ի՞նչն է, այդ փողն է, որ իրանք։ Ախր մենք չգիտենք, այնտեղ մարդիկ գալիս են մի քանի միլիոնի եկեղեցու նվիրատվություն են անում են։ Ես հիշում եմ շատ լավ, անունը չեմ ուզում տալ, հայրս մի ընկեր ուներ մեծահարուստ էր, Ադամանդի հանքեր ուներ Արգենտինայում, բան այդ տեսակ մեծահարուստ էր եւ Նյու Յորքում գործարան։ Ինքը որ գալիս էր, վեհապարը այն ժամանակ Վազգենն էր, իրան բաներ շոֆերով 24 էր տալիս, մեր տու որ գալիս էր, շոֆերը ներքևում սպասում էր, ես լավ հիշում եմ։ Ինչի պիտի վեհապարը ինչ-որ բիզնեսմենի ամենօրյա տրանսպորտ բարորդով բանանի, որտեղ մեծ նվիրատվություններ էր անում, որ գալիս էր։ Հետևից շնիկի պես վազում էին այդ բաները, հոգևոր այրերը, շատ լավ եմ հիշում եմ։ Կա այդ բաները, բայց ինչ եղան այդ փողերը, ես չգիտեմ։ Ոչ հաշվետու չի դրանց համար, այդ միլիոնների համար, որ մտնում է եկեղեցի։ Բայց ինչ նպատակներով են էլի այդ մարդիկ տալիս։ Այդ մարդիկ կարծում են, որ մեծ լավություն են անում, Ռաֆայել, հա, հոգևոր կյանքին, այստեղ են կարծում, հա, թե չէ ինչու պետք է անեն։ Ես այս վերջերս մի բարձրացության պաշտոնյա այդ էսա, ես էլ անունը չեմ ուզում ասել, որովհետև հարցը անձը չի, հարցը մոտեցումն է։ Ասած ես Հայաստանում եկեղեցաշինական գործունեության ծավալած մարդ եմ, ոչ թե կոռուպցիոներ։ Հիմա այլ գնահատական չենք տալի, Հայաստանը ժողովուրդ մեր պատմական դարավոր իրոք լուրջ անցյալ ունեցող եկեղեցիներ քիչ կան, ավելին, քանի դարավոր եկեղեցիներ կան, որոնք խոնարհված են։ Եկեք դա վերականգնեք, եթե բանա, ոչ թե էլի նոր եկեղեցի կառուցեք, բան ու միլիոնավոր դոլարներ ներդրեք դե, այս վերջերս էլ բաց, չէ, 5 ու հպարտանում են, 5.5 միլիոն դոլարանոց եկեղեցի են սարքել։ Դա ոչ թե Աստվածահաճո չի, այլ այս երկրում, որտեղ այսքան աղքատություն կա, այսքան հաշմանդամություն կա, այսքան եւ այլն, որն է ավելի Աստվածահաճո։ Օգնել մարդկանց։ Գիտես ինչ, այդ այնքան հստակ հարց է, դա բոլորովին վիճելու չի։ Հիմա այդ 5.5 միլիոնը որ տվել են եկեղեցուն, չէ՞, եթե դա նվիրեին բանակին այդ վատորերին, կարող է էական փոփոխություն դա նշանակի։ Երևա է, դրա համար չի, հիմա նայում են ասում են, վայ, այս սրա եկեղեցին։ Հա։ Այդքան փող ունեք, ես չեմ տեսել մի օր, չեմ լսել, որ ասեն մեր սուրբ աթոռը, մեր անմար սրբությունը այսքան փող նվիրեցին որփատանը, այսքան մանկապարտ։ Չեմ տեսել նման բան։ Բացարձակ այդ բանը black hole են ասում, այդտեղ որ փողը մտավ, էլ անհայտանում էլ չգիտես ինչ ա լինում։ Ոչ մի կերպ ժողովրդին չի վերադառնում այդ փողը։ Բա դուք ասում եք, այդ գանձերը ինչի համար են հավաքում։ Այդ գիրքը տեսել ես Էջմիածնի գանձերը։ Տեսել եմ։ Ում համար է դա։ Եթե մեր որբերը անտուն երեխեք կան, եթե բաներ կան, պահել եք այդ բրիլյանտներն ու ոսկիները ձեր վզներից հենց կախում եք ոսկե շղթաներն ու բան, ինչի համար է։ Ես դա երբեք չեմ կարող։ Հարցը ճշտվեց, թե չէ, այն որ ասում են Գեղարդի օրինակը չի, բնօրինակը չի։ Հիմա տեսեք, այդքան մարդիկ 1000 հարց են բարձրացնում։ Հնարավոր է դա ստուգել։ Դες իշխանական կողմից տենց թեզ դրեցին շրջանառության մեջ։ Հիմա մենք որպես շարքային մարդ, մեզ ուզում է Գեղարդը բնօրինակն է թե բնօրինակը չի։ Հիմա իշխանություն, դուք ասում եք բնօրինակը չի, նվիրել են չգիտեմ ում, պոկել են, կտրել են մի հատված են նվիրել, ստուգեք։ Ձեզ ինչ պիտի արգել են ստուգում անցկացնել։ Ստուգեք, եթե բան է, տենց բան է տեղի ունեցել, դա եւս կլինի 1+ մեղադրանքներին։ Եթե ոչ, բավական է այս զրպարտանքների շարանը շարունակել։ Ուսամ շատ բարձ ասա։ Ձեր ձեռն է։ Հա, մի տեսակ, ախր բան չեմ հասկանում, էլի այդ իրենց եթե հստակ խնդիր եք դրել, չէ՞։ Ես հասկանում եմ այսպես, որ առաջնային հստակ այս ամբողջ խնդրում հարց այնա, որ Կտրիչ Ներսիսյանը պիտի հեռանա։ Okay, հետո։ Ուրեմն թողեք այդ մնացած ամեն ինչը, զբաղվեք դրանով, եթե դա է ձեր աջենդան, ձեր հիմնա։ Հիմա ասացիդ նման, այդ որ պիտի հիմնը Հայաստանի։ Նախ դա ես չեմ ընդունում, ինչու՞ պիտի եկեղեցում երկրի, չգիտեմ։ Նման բան ոչ միտեղ ես չեմ տեսել, հա։ Ոչ էլ պատկերացնում եմ, ուրեմն պիտի զինվորներ էլ կանգնեն այնտեղ ավտոմատով, ես դա իմաստը որն է, ես չեմ հասկանում։ Ավելորդ տեղը սա խոսակցություն ա բերելու։ Գիտեք ինչի նման է, որ տունը նստում, մտածում են, բայց սենց անենք ու դուրս է գալիս անիմաստություն, էլի։ Լրիվ փոխվում է խնդիրները, չգիտեմ, հա, իզուր տեղը, ունեք խնդիր լուծեք, հա։ Այս
ճյուղավորվեցին շատ, չգիտեմ, հա։ Դե ավելի բարթանալու է։ Երբ որ հստակ քո նշանակետը մի բան է, շատ ավելի հեշտ է դա լուծել, քան թե 1000 վեկտորով փորձել բան, դրա համար հենա իդեպ այսօր Արամ առաջին մեծին տանկիլիկյո կաթողիկոսն էլ Հա, խոսեց։ զարմացա, կարդացի, հա։ Բայց քանի կար պաշտպանում էին Հա, իշխանությանը։ չեմ հասկանում։ Բոլորս ենք հիշում, բարեկամներ, ովքեր չեն դեմ, հա, այսօր լրիվ բան, Անցավ մյուս կողմը, անցավ մյուս կողմը, հա։ Ինչ խաղ են խաղում, ոչ ոք չի հասկանում։ Ուրեմն այստեղ մեջ բերում եմ անում Փաշինյանից, այդ եկեղեցու հետ կապված։ Հայաստանի Հանրապետության, չէ, դերենիք, Հանրապետության օրենսդրությունը իր հերթին կնախատեսի երաշխիքներ, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունից գոյացած եւ պետական բյուջե վճարված հարկերը եւ турքերը ամբողջությամբ կվերադարձվեն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն հոգեվոր ծառայողների սոցիալական երաշխիքներին եւ դրանց ապահովման երաշխիքներին։ Հավելելով, որ այսպիսով հոգեվոր ծառայողները կունենան կൂട്ടակային կենսաթոշակային համակարգից կամ տային հարկի վերադարձից սոցիալական կրեդիտներից առողջապահության համընդհանուր ապահովությունից լիարժեք օգտվելու հնարավորություն կստանան։ Ուրեմն ներկայումս հոգեվոր ծառայողները հիմնականում չեն օգտվում այդ համակարգերից վարձատրության արձանագրված համակարգ չունենալու պատճառով։ Վարչապետը նշել է, որ ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ կկայանան համաձայն նոր կանոնագրքի, որպես հետգրություն Փաշինյանը նշել է, որ կանոնագիրքը քննարկում է եւ ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մանմինը։ Տեղապահի միջնորդության դեպքում կառավարությունը խորհրդարանական աջակցություն կցուցաբերի կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին։ Չգիտեմ։ Բայց ախր կառավարությունը չպիտի այդ կանոնագիրքը գրի, ինչքան ես եմ հասկանում, էլի։ Այդ ոնց որ իրենց բանն են, կոնստիտուցիան է, ես այդպես եմ հասկանում, ըստ որի եկեղեցին Հայաստանի եկեղեցիները գործում են կանոն ըստ դրա։ Հա, բայց դա իրենք պիտի անեն։ Բայց դե Մինչ այս հարցերի շուրջ մտորում էի, ես վարչապետի այսօր հիշատակած 301 թվականի այդ գրության ChatGPT-ն էի անում, ավելի մանրամասն հասկանալու համար, այս գիմնը եւ դրոշը ծածանելու թեմայի շուրջ Փաշինյանը այսօր գրել էր, որ 301 թվականին քրիստոնեությունը ընդունվել է պետության կողմից եւ պետական ինստիտուտի, այսինքն որ ներողություն ինչն է ընդունվել, քրիստոնեությունը պետությունն է ընդունել, այսինքն այդ պետության գաղափարն է պետք մեջը դնել եւ այստեղ կասկածում է 301-ին Հայաստանը անկախ պետությունն էր, որպես բան, թե ինչ որ մեկի լծի տակ էր, ChatGPT-ին հարցրեցի, այո, Հայաստանը լիովին անկախ պետություն էր, արշակունիների հարստության տիրապետության տակ էր գտնվում, թագավորներ Տրդատ մեծը, նույն թվականին ըստ ավանդույթի նա քրիստոնեությունն է ընդունել, 301 թվականի անկախ երկիր էր Հայաստանը, այդ ժամանակ այն ուներ իր սեփական թագավորական տոհմը հայ արշակունիները եւ իր թագավորը Տրդատ մեծը, թեև Հայաստանը հաճախ գտնվում էր Հռոմի եւ Սասանյան Պարսկաստանի ազդեցության տակ, բայց 301 թվականին այն պահպանում էր իր պետական անկախությունը։ Ինչ շատ հետաքրքիր է, թե բնակչության քանակը ինչքան է եղել 301 թվին, Ռաֆայել։ Հարցն է մոտավորապես որքան մարդ էր ապրում Հայաստանում այդ տարիներին, հա, հարցն եմ տեսնեմ ինչ կասի։ Ճշգրիտ թիվը հայտնի չէ, քանի որ այդ ժամանակների համար ընդհանրապես մարդահամարներ չէին անցկացնում եւ որևէ տեղեկություն չի պահպանվել։ Սակայն պատմագետների մոտավոր գնահատականները հետեւյալն է. Հայաստանի բնակչությունը 3-4 դարերում ընդհանուր բնակչությամբ մոտ 2.5 միլիոն մարդ էր։ Որոշ գնահատականներով կարող էր հասնել մինչև 3 միլիոնի, եթե հաշվի առնենք մեծ հայքի տարածքը, այսինքն Հայաստանից լուրջ պատկերացնում եմ։ Հին աշխարհի համար չկար ճշգրիտ մարդահամար եւ դա է պատճառը, որ թիվը խիստ մոտավոր է։ Բնակչության թիվը հաշվարկվում էր տարածքի, գյուղերի, քաղաքների խտությամբ, տնտեսական արտադրությամբ, հակամարտությունների հիման վրա։ Հա, բայց այստեղ Տրդատ 3-րդի մասին հետաքրքիր ինֆորմացիաներ են գտել, որ քիչ ենք մենք ընթերցում կամ գուցե չգիտենք, կրթվել եւ դաստիարակվել է Հռոմի կայսրական պալատում։ Ըստ պատմիչ Ագաթան Գեղոսի նա տիրապետել է արտակարգ ուժի, աչքի ընկել
կրկեսամարտերում եւ բաքսորա եղել էլի եւ հռոմեական կայսրության մղած պատերազմներում հռոմապարսկական պատերազմները իրար հաջորդելով շարունակվում էին եւ պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները համալրումներ ստացան եւ 297 թվականին մեր թվարկության հայկական զորամասերի օգնությամբ արդեն հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Այստեղ իդեպ մեր գործոնը շատ հետաքրքիր ա եղել։ Մենք մեկ պարսիկների կողմից ենք կռվել, մեկ հռոմեացիների։ Այսինքն այս արևելք ու արևմուտք ընտրությունը հազարամյակների խնդիր է, այդ որ հիմա ասում են մենք վերջը Եվրոպա մտենք, այն ժամանակ էլ է եղել Եվրոքվ բան են արել հաստատ, չէ՞։ Հա, այսինքն մեզ մոտ այդ հազարամյակների ընտրությունն է ու չի եղել վերջնական ընտրություն։ Շահը բռնել է այս կողմի հետ, այդ կողմի հետ, հետո մյուսը։ Ոչ էլ կլինի։ Եվ կարծեմ թե վատ բան չկա։ Նորմալ է քաղաքական նորմալ հա process։ Այդ պատմությունը որ նայես բոլոր ազգերներ նմանատիպ բաներով անցնում են։ Մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ, կախված իրենց տարածքի մեծությունից, բնակչության քանակությունից եւ ռազմական ուժից ու ամեն ինչից, հա։ Դա հետաքրքիր է որ այստեղ ասում է հայոց եկեղեցու առաջին հիմնադիրն է եղել։ Եդանք ես կարծում եի լուսավորիչն է։ Սուրբ Գրիգորը, մեր Գրիգորը։ Չէ, ինքը չի, Թադեոսն է։ Բա Թադեոսը 10 տարի հետո Բաղդուղիմեոսը մի հատ հայ մարդ չկա, սա եվրեյներ են Գրիգոր Լուսավորիչը, Պարսկիկ Հելիասը, Բաղդումեոսը, Թադեոսը նրանց գերեզմանները որպես նվիրական սրբավայրեր հարգվել եւ պահպանվել են պատմական Հայաստանի Արտազի եւ Աղբակայի վանքերում չեմ լսել ներկայումս Բաշկալ է Թուրքիա։ Հա, Բաշկալեում է։ Այդպիսով հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։ Հայոց եկեղեցին սովորաբար ազգային անվանումով է գործածվել, մի խոսքով ասել, չխորանանք այս պատմության մեջ։ Էդ էլ համառոտ վիճակների մասին։ Okay։ Ով նամակ գրեց մերոնց, սա չեք ասում։ Երախտիկի խոսքերով։ Այո, պարոն Թրամփը։ Բայց ինչի նոր հիշեց այդ, ասում են 10 տարվա մեռել է, հիմա բան արեց։ Ինձ թվում է որ թարմացնի, մի հատ ռեֆրեշ է անում այս process-ը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է այսօր հղել Հայաստանի վարչապետին։ Գիտես ի՞նչն է հետաքրքիր, որ Ալիևին չկար ոնց որ նամակ։ Մերոնց է։ Այնտեղ վերջում մի հատ երկու տարբերակ կար, մեկը կարդացի, որ չգիտեմ նամակ գրել է թե չէ, բայց շնորհակալության մեջ նշում է նաև Ալիևին։ Ալիևին նշում է նամակի մեջ, բայց շնորհակալություն Փաշինյանին է հայտնում։ Դե կարող է առանձին նրան նամակ ուղարկել, վստահաբար թե չէ։ Ի գործը ես ադրբեջանական լրատվականի այդ կայքերը իրանց նյուզերը հաճախ եմ նայում, բայց մի հատ եմ ստուգում պաշտոնական պրոտոկոլային բան։ Էսա վերնագիրը Թրամփը շնորհակալություն հայտնել Փաշինյանին եւ Ալիևին։ Մի նամակում։ Այսա կկարդամ կպարզենք։ Նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն Ադրբեջանի Հայաստանի խորհրդության իր տեխնիկական համար ադրբեջանական լրատվամիջոցների հարմամբ այս մասին Թրամփը նշել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հղած նամակում, այո, էս էլ է գրել։ Չէ, որտեվ տենց ճիշտ չէ լինի մեկին գրի, մեկին չգրի, իրար մեջ կռիվ կանեն էլի։ Փաշինյանի նամակում գրած է. Հարգելի պարոն վարչապետ, շնորհակալություն եմ այտում ձեզ եւ նախագահ Ալիևին համատեղ նամակի համար, որով առաջնորդում եք իմ տեխնացությանը Նոբելյան խաղաղության մրցանակի համար։ Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակելու մեր կարևոր առաքելությունը։ Որպես ԱՄՆ նախագահ ես շարունակում եմ հանձնառու լինել ամբողջ աշխարհում հակամարտություններին վերջ տալուն եւ բոլոր մարդկանց համար խաղաղության եւ բարգավաճման ապահովմանը։ Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին։ Կրկին շնորհակալ եմ ձեր շարունակական աջակցության համար։ Մեջբերման ավարտը։ Այս պարոն Թրամփը նա հիմա ինչ է ասում ես։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ չէ ստորագրել խաղաղության առաջարկությունը հայտարարել է նախագահ Թրամփը։ Ես մի փոքր հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չի կարդացել առաջարկը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ ասել է, որ Թրամփի առաջարկի որոշ ասպեկտներ անիրագործելի են, չնայած նախնական նախագիծը հիմնականում հավանության է արժանացել Մոսկվայի կողմից։ Դες ինչ բան է, չէ խորամանկ բարերի դասավորություն է։ Ուրեմն Պուտին անցյալ շաբաթ ասել է, որ Թրամփի առաջարկի որոշ ասպեկտներ անիրագործելի են, այսինքն անգամ խոսել պետք չի դրա մասին։ Չնայած նախնական նախագիծը հիմնականում էնել ոչ հավանության է արժանացել Մոսկվայի կողմից։ Զելենսկին հայտարարել է, որ շաբաթ օրը կառուցողական հեռախոսազրույց ունեցել Ամերիկայի պաշտոնյաների հետ։ Հիմա տես էլի մեղքը ընկավ Զելենսկու վրա։ Հիմա դրան ասում է պատրաստ չի զել։ Կարծես Պուտինը պատրաստ անհամբեր ուզում աստորագրի, Զելենսկին չի բանանում։ Ախր ո՞նց կլինի այսքան էլի, շատ անարդար է։ Այնինչ սա Պուտինը փչացրեց այդ ամեն ինչը։ Այդ Փեսան որ գնացել էր բանի հետ, Քուշները գնացել էր Պուտինի մոտ, այս մի քանի օր 3 ժամ սպասել է տվել Պուտինին իրանց, 3 ժամ։ Էլ դրանից ավել մարդ ստորացնելու ձև էլ գիտեք, նախորոք պայմանավորվածություն ունենաս ու գնաս 3 ժամ սպասես ինչ որ մեկին, դա ինչ է նշանակում արդեն։ Դա ամեն ինչ։ Եվ հետո այդ հետաքրքիր էր այդ բանում տված էր լրիվ այդ բանը։ 5 ժամ է տևել, որից 3 ժամը ինքը բան արել, Ռուսաստանի պատմությունն է կարդացել այս երկու միամիտներին ամերիկացիներն էլի։ Քարոզել եւ ճանապարհ դրել 0 արդյունքներով, 0։ Հիմա ասում է բանը Զելենսկին չի։ Այստեղ մի բան կա, ես գիտեք ինչ եմ, սա իմ անձնական դիտողությունն է, այդպես նկատել եմ, զգացել եմ, չգիտեմ, դատարանում հավանաբար չեմ կարող ապացուցել, որ Թրամփը հիացած է ուղղակի Պուտինով եւ այն ձևով, որ ինքը երկիրը կառավարում է Պուտինը։ Այդ երկաթե բռունցքով ինչ ուզում անում է, ինքը ուղղակի դաժե նախանձում է ինձ թվում, անգամ նախանձում է։ Եվ ինքն էլ կուզենար այդպես, բայց չի կարող։ Դրա համար հմայված է ինքը Պուտինով, այ մարդ, ու ոնց բացատրեմ։ Ուրիշ ախր այնքան ակնհայտ է, մի երկիր հարձակվել է մեկ ուրիշ երկրի վրա։ Այստեղ էլ ուզում է անընդհատ Պուտինը ուզում է խաղաղություն, Պուտինը խաղաղության կողմ, անընդհատ է ասում Թրամփը։ Տակը ոչ մի բան չկա։ Էն էլ ատամները հաշվել է լրիվ, ասում ընդհանուր առմամբ լավ անցավ, մենք էս ենք, ու սենց գնում առաջ, ընդ ամեն օր մարդիկ են մահանում։ Հարյուրավոր մարդ է ամեն օր մահանում, երկու կողմից։ Ու վերջը չկա։ Վերջը ընդհանրապես չի էլ երևում ոնց է ամենը ավարտվելու, բայց մեր խնդիրներին մոտենալով այսօր Արսեն Թորոսյանն էր Վրաստանում եւ Կոբախիձեի հետ հանդիպել է վարչապետի հետ Հայաստանի եւ Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հարցն է եղել օրակարգում վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր ընդունել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին իդեպ գիտեք ինչն է այս դուր գալիս վրացական հարաբերություններում որ երկրի ղեկավարը ընդունում է նաեւ ասենք նախարարի որովհետեւ սովորաբար վարչապետին ընդունում նախագահ կամ ազգային ժողովին նախագահ բան, բայց ասենք սոցնախարարը գնացել է Վրաստանը առաջին դեմքով ընդունում է քննարկում են եւ անդրադարձ կատարում այդ շատ հետաքրքիր է, ողջունելի է։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաեւ բարձր այլ հարցեր, բարձր է գնահատվել Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերությունը եւ շարունակելու են այս բաները, բայց այս դրականի մեջ մի հատ վատ բան է այսօր տեղի ունեցել Դալմա մոլը երևանցիները կիմանան Դալմա Garden Mall-ի ավտոկայանատեղիում այսօր հարձակում է տեղի ունեցել հասարակական գործիչ ընդդիմադիր հայացքներով Միհրան Հակոբյանի վրա ըստ տեղեկությունների դեմքի շրջանն է լուրջ վնասվել այդ Օսկարն ու քիթն է կոտրվել եւ հարձակվողները եղել են դիմակավորված անսպասելի հարձակվել են թիկունքից Միհրանը ստացել է մարմնական ծանր վնասվածքներ եւ գտնվում է բժշկական կենտրոնում այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդում սա ընկերներ անթույլատրելի բան է էլի անթույլատրելի ինչն է պատճառը ոնց որ սա ուրիշ տեղ հուսամ կպարզաբանվի բայց քաղաքական հայացքների համար լինի դա իշխանական, լինի դիմադիր, լինի դա հոգևոր, հարցակվել, ծեծել, խոշտանգել, չգիտեմ ինչ, դա անթույլատրելի է։ Այս էլի հին բանն է գալիս էլի վախացնելու պահը, որ այդ յանիչառականը չենք ազատվել էլի այդ ամեն ինչից, այսինքն քաղաքական դաշտը
քիչ է, որ կարելի է խոսքով ու բանով անել, չէ՞ թե անպայման ֆիզիկական ուժ գործադրեն, բայց գիտեք մի բան ասեմ, ինձ թվում է այդ իմաստով մենք առաջ գնացել ենք, որտեղ առաջ շատ ավելի էին նման բաներ, եթե հիշում եք տեղին ունենում, ամեն օր 1-2 հոգու տենց վախեցնում, ծեծում, ինչ-որ կրակում բաներ էին անում։ Հիմա շատ ավելի քիչ է, նվազել է այդ հարցը։ Դա նաև գալիս է ոստիկանների լավ աշխատանքից ինձ թվում է, որտեղ արդեն եւ մի քիչ էլ որ զարգանում են արդեն իրենք են զարգանում։ Զանգ ունենք, տեսնենք ինչ կասի ռադիոլուսողը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հելո։ Լսում եք։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, լավ եք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Մենք էլ ենք լավ, շատ մերսի։ Ես ձեր հաղորդումները լսում եմ, շատ ուրախ եմ, բայց մի քանի հարց ունեմ ձեզ, եթե հնարավոր է։ Ապա Պարոն Դերենիկին եւ ձեզ լսում եմ, որ եկեղեցին ասում եք շատ փող ունի, պիտի օգնի աղքատներին, այո, ես ձեր հետ համաձայն եմ լիովին, բայց աղքատներին օգնելու գործը դա պետության գործն է, ոչ թե եկեղեցու։ Եկեղեցու որ donation են անում մարդիկ, այդ եկեղեցին այնքան ծախսեր ունի, որով ինքն հենց գովազդներով չի ապրում, որ ասի գովազդ ենք ստանում, այդ բաներով կարող ենք դա փակել։ Աշխատողներ ունի, մենտինենսի պետքություններ կա, դուք Ռաֆայել բիզնեսի մեջ եք, ամեն ինչ լավ կիմանաք։ Այդ donation-ները դեռ գնում, իսկ 44 օրյա պատերազմ, Սփյուռքի հայ եկեղեցին, եթե հիշում եք ահագին օգնություն ուղարկեց Հայաստան, բայց այդ օգնությունները մնացին Զվարթնոց օդանավակայանում, էքսպայր եղավ եւ թափեցին, ինչպես Հունաստանը ուղարկեց եւ թափեցին։ Երկրորդն էլ պետք չի մեր հայ եկեղեցին բացահայտ փնովել։ Հույսով եմ դուք կնքվել եք հայկական եկեղեցում։ Հույսով եմ որ դուք պսակվել եք հայկական եկեղեցում։ Հույսով եմ ձեր հարազատը հեռացել է կյանքից, տարել եք հայկական եկեղեցի։ Մենք դրանով ենք մեր հայությունը, մեր մշակույթը պահպանում։ Okay, դա անկասկած, դա մշակույթի անբաժան մասն է, հիմա ես ձեզ հարց։ Ըստ ձեզ եկեղեցու որոշ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ուղված այս մեղադրանքները դուք որպես մարդով լսում ա ձեզ համար այդ օքեյ է թե դուք ուզում եք որ ապացուցվի թե դուք չեք ուզում որ սա քննարկվի Ես ուզում եմ քննարկվի ես միշտ ճշտի կողմն եմ Հիմա մենք քննարկում ենք բա ապացույց են ապացույցներով DNA թեստով պետական լրիվ ապացույցներով լինի ես շատ գոհ կլինեմ ու շնորհակալություն կհայտնեմ Չէ դնթեի թեստի միջև հանձնելը մարդուն որպես առաջին դեմք երկու առաջին դեմք իրար հետ խոսում են ասում են դուք ունեք դուստր այդ հարցին չի ասում չէ զրպարտանք ասա Չերում են ունեք փաստեք ամեն ինչ փաստերով Ամերիկայում էլ այդ չես կարող այդպես մեկին ասես you know what դու ես մարդն ես Չէ, բայց դա հասարակ մարդ չի, դա հասարակ մարդ չի։ Չունի Ռաֆայել։ Լավ, եթե գիտեք, ամեն ձևի փաստեք, ժողովրդի առաջ դրեք, բոլոր ժողովուրդն են հույսով են կթքեն երես։ Լավ, մյուս պարոնը, որը կնոջ հետ ինչ որ process էր անում։ Դատարանին ինչ ասես չի հավատում, մինչև փաստը չբերես դնես ջաջի դեմ։ Okay, իսկ այդ կադրերը, որ որոշ տեղեկություններով Այն հայտնի կնոջ հետ, որ process-ներ էր լինում, այդ դրան ինչ կասեք։ Էդ էլ ասուտ։ Որ կնոջ։ Փաստերը պետք։ Չէ, փաստերը ո՞ր է, տեսանյութ է, քննչական կոմիտեն էլ ասում է իր ինքն են, այդ երկուսը իրանք են։ Այդ էլ ասուտ։ Ես չեմ հավատում ոչ մի բան։ Դե դա ձեր իրավունքն է, դա ձեր իրավունքն է։ Էդի ուրիշ հարց է, որ դուք չեք հավատում։ Հիմա մենք էլ շատ բանի չենք հավատում, բայց քննչականի ըստ տեղեկության իրանք են։ Հա Անջի ասում են շատ կողքը Լոս Անջելես ասում են Ռաֆայելը հա Նիկոլին ծախված է տունատալի ամսական վճարում աղից չեմ հավատում որովհետև չեմ ամեն մատ տարա մի բան ասում ուրեմն քո ասելով ես էդի հավատամ երբ որ տեսանյութ կլինի որ ինձ որևէ մեկը լինի Նիկոլը լինի Աննան լինի Քոչարյանը լինի Սերժը երբ որ մի կոպեկ տեսանյութ կլինի որ ես էլ ոնց որ այդ Արշակ Սրբազանն է 1.5 րոպե իրար հետ խոսում ենք, то չգիտեմ փողային ստալի բան, այդ ժամանակ կխոսանք։ Թե չէ հիմա ինչ են խոսում, հիմա հազար հատ հիվանդ մարդկա խոսում է։ Ես ոչ կաթողիկոս եմ, ոչ վարչապետ եմ։ Երբ որ այդ պաշտոնին կլինեմ եւ կմեղադրեն, այդ ժամանակ կխոսանք։ Կադրերի մասին եմ ես խոսում, որ փաստ է այդ մարդիկ
իրար վրա պարկած դուք չեք տեսա այդ կադրերը։ Տեսար իմ խոսքի նորից եկած։ Եթե փաստ չկա, խոսել Ցավը տանեմ, ասես փաստը որն է, իրար վրա պարկած դուք չեք տեսա այդ կադրերը։ Իրար համբուրելուց չէ։ Ախր բայց դա ասում են ստուգացա, չէ, ով պիտի ասի, քննչական կոմիտեն, որը ստուգել է, ասում է չէ, իրանք են։ Okay, բայց Նիկոլետի շուտվանից գիտեր, ինչու չէր ասում նոր ուրիշ հարց է, դա ուրիշ պատմություն է, ես ասում եմ, այդ կադրը դուք տեսել եք, դուք օքեյ եք այդ կադրի հետ։ Ես չեմ տեսել, բայց դա սարքացել է։ Լավ, օքեյ, լավ, այս անիմաստ է խոսել։ Շնորհակալ ենք ձեր կարծիքի համար։ Okay, բայց ընդհանրապես ժողովրդին հակառակ մի քարոզեք։ Մենք հակառակ որևէ բան չենք։ Դուք եք կնքվել հայ եկեղեցում։ Ձեր հարազատներ որ հեռանում է կյանքից, տանում եք հայ եկեղեցի, պսակի դրությամբ էլի եք հայ եկեղեցի եկում, մսկիթ չեք գնում։ Մենք ուզում ենք առաքելական եկեղեցու աճ դեմ տվող մարդիկ լինեն իրենց երթմանը հավատարիմ։ Մնացածը սա արդեն ուրիշ պատմություն է։ Բոլորն էլ իրենց երթմանը հավատարիմ են։ Դուք ձեր երթմանը հավատարիմ չեք, որ Նիկոլից ստանում։ Տեսա։ Ախր լավ է։ Այն որ եթերում որևէ կոպեկ ստացել է որևէ մեկից, ուրեմն ինքը ամենապիղծ, ամենաստոր արարածն է։ Ուղղակի եթերում ուրիշ բառեր չեմ կարող ասեմ։ Եթե որևէ մեկը ստացել եմ որևէ լումա, որևէ թեմայի համար, որևէ նյութի, որևէ օգնություն, որևէ, չգիտեմ, աջակցություն, որևէ պաշտոն, որևէ գործ, ամենապիղծ արարածն է, չգիտեմ, եթերի ու կյանքի։ Գիտեք ինչ, ախր դուք մեր խոսքից, մեր պահվածքից պիտի հասկանաք, որ նման բան չկա։ Եթե մի փոքր դատել կարող եք, որ մենք լրիվ այս մասին հոգնեցինք մենք խոսելով։ Ես հիմա հասկանում եմ մարդիկ, որ հասկացել են, հիմա ասում են բավական է, բայց տեսնում եք, որ մարդիկ կան, որ չեն պատկերը։ Եվ գիտեք ինչն է, այս եկեղեցականության վտանգը ինչու՞մն է կայանում, որ այսպես մարդկանց կարողանում է կուրացնել ինքը։ Այսինքն, երբ որ արդեն փաստն է աչքիդ առաջ, էլի չեն կարողանում ընդունել, հասկանում եք, այս կուրացումն է ամենավտանգավորը։ Դե դուք պատկերացրեք միլիոնավոր մարդիկ տենց կույր վիճակում, որ իրական փաստերին չեն կարողանում հավատալ։ Դա արդեն խնդրեմ է երկրի համար, մեծ խնդրեմ է։ Մտածելով ենքան դե, ես չեմ հավատում, ես չեմ տեսել, ես չեմ ուզում բան, բայց հանկարծ ուզում են բացահայտեն, որ տեսնես, լսես, հասկանաս ու մի բան փոխես, բոլորն էլ լավն են, բոլորն էլ լավ։ Մի րոպե, այս որ հետո ասում է պետության գործն է որբերին պահելը։ Այո, եւ պետությունը պահում է այդ շենքերը, որ սարքում է, այդ որ երեխեքը ուտում են, ում հաշվին են ուտում։ Պետության հաշվին են ուտում։ Ես լույս էլ չունեմ, որ մի օր եկեղեցին բան, բայց ասում եմ նվիրատվություն կա, չէ, մի օր վեր կնասեն, մեր որփուկներն են սրանք, այ մարդ։ Այսքան դրամ այստեղ սարքեք, ասենք, չգիտեմ, մի հատ բան թող երեխաները կարուսել պատտկան մի բան, որ ես զգամ, որ այդ մարդիկ գոնե մի քիչ մտածում են դրա մասին։ Բացարձ ես չեմ տեսել, այսքան ապրել եմ, թե սովետական, թե հիմա, որ եկեղեցին մի հատ տենց քայլ անի ֆինանսապես։ Բա բանակը տո ձեր խիղճը մեռնի, անակամ էր լինում ժողովուրդը։ Բա մի գումար, մի բանով օգտակար չես կարող լինելու, չէ, չեն կարող։ Որտեվ իրենց միտքը ուշքը ուրիշ տեղ է լրիվ, քերակնիկներն են, փողերն են, լվացումն է, էն է։ Էսի չեմ տեսել, էնի չեմ նայում, էնի չեմ հավատում, այտենց դրա համար այսօր։ Okay, լավ, ընկերներ, եկեք ասում եմ 1000 մարդ, 1000 կարծիք։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ։ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու Music, հայերի ամենասիրելի ռադիոկայան։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ։ Եկանք հարգելի բարեկամներ, բարի օր բոլորին, ովքեր միացել են մեզ, ուղիղ եթերը շարունակվում է, հաղորդման հաջորդ հատվածը մեկնարկեց եւ գնում ենք առաջ, բազմաթիվ։ Գիտեք ինչն է հետաքրքիր, ուրեմն այս եկեղեցի եւ պետություն հարաբերությունները, չէ, գրեթե բոլոր պետությունները ունեն այս խնդիրը եւ ոչ միտեղ այդպիսի միջազգային բան չկա, որ այսպես պետքա լինի հարաբերությունը եկեղեցի եւ կառավարություն։ Հիմնականում ինչն է, որ զարգացած երկրներում մի պայման է մեծ, որ պիտի եկեղեցին չխառնվի պետության գործերին։ Հիմա, բայց ցանկացած պետություն ազատ է, գոն նման միջազգային օրենք կամ ոչինչ չկա։ Իր հարաբերությունները իր եկեղեցու հետ, իր ցանկացած ձևով
հարթերն է։ Ոնց մենք այսպես ենք ուզում, վերջացավ։ Հիմա տեսեք, այդ իմաստով հետարքիր առաջարկություն անում Փաշինյանը, բանից հետո ուրեմն ճանապարհային քարտեզը Ներսիսյանի հեռացումից հետո առաջարկվում է Հայաստանյաց Սուրբ եկեղեցու կանոնագրքի ընդունում, այսինքն օրենքները, ոնց որ մեր բանն է, սահմանադրությունն է երկրի, դա էլ իրենց կանոնագիրքն է, որը պետք է անդրադառնա Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականի բարեվարկության կանոններին, այսինքն որոնք են դրանք, Հայաստանյաց առաքելական եկեղեցու ֆինանսական թափանցիկությունը, շատ կարևոր բան, Հայաստանյաց առաքելական եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությունը, այսինքն քաղաքականությամբ չպետք է զբաղվեն։ Եվ Հայաստանյաց եկեղեցու գործունեության համապատասխանությունը Հայաստանի հարկային օրենսդրությանը եւ դրա ապահովման երաշխիքներին։ Հիմա ես կարծում եմ, ասենք ես ոչ փաստաբան եմ, ոչ էլ մանավանդ այս բաներից շատ չեմ հասկանում, բայց այս հարցերը պիտի լուծի ոչ թե եկեղեցին, այլ պետությունը պիտի լուծի, հասկանում եք։ Պետությունը ասում է, որ մենք այսպես ենք ուզում, որ լինի հարաբերությունը պետության եւ եկեղեցու միջեւ։ Հիմա այս ինչ որ ասում է, լրիվ տրամաբանական է, այստեղ անտրամաբանական ոչինչ չեմ տեսնում։ Ֆինանսական թափանցիկությունը, հարկային օրենսդրություն, հիմա տես որ ասում են, իրանք ծախսեր ունեն եւ իհարկե ունեն ծախսեր։ Դե եկեք տեսնենք, ինչ ա մտնում, ինչ ա ծախսվում, ինչ ա ավելանում եւ ուրա գնում այդ ավելացածը։ Ինչու չպիտի տեսնենք, Սուրբ եք, հիշեք, եկեք չմոռանանք, որ ինկվիզիցիան էլ էր սուրբ։ Սվիտայա ինկվիզիցիա, որ վառում էին մարդկանց, էլ իրանք սուրբ էին ասում։ Այդ սրբի անվան տակ այնքան բան կարելի անել, դուք չեք պատկերացնի։ Զանգ ունենք, տեսնենք ինչ կասի ռադիո լսողը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հելո, հելո։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ես նախորդ առաջ քեշեցի մեկը ելույթ ունեցավ եկեղեցու մարտի եւ Ռաֆայելի շատ կոպիտ խոսեց։ Դե մեր կարծիքները չհամընկավ, հա։ Ինչպես։ Մեր կարծիքները ուղղակի չհամընկավ, հա։ Չէ, կարծիքների հարց չէ, հետո մարդը երևի չի իմանում, ոչ բանից տեղյակ չի ուղղակի լսելա որս բաներ, չի հանդիպել այնպիսի բանի հետ, ես ինքս շատ եմ շփվել եկեղեցու հետ եւ ես գիտեմ որոշ բաներ ինչ է կատարում, գնում եմ եկեղեցի թորանաց կնքելու ասма $800, մյուս եկեղեցին եմ գնում ասма $400։ Ես եմ ու փող չունեմ, իմ երեխան իմ թորնիկ առանց կնքելու պետք է մնա։ Այո։ Ըստ առաքելական հայոց Սուրբ եկեղեցու այդպես է, փող չունես, չես կնքվի, չես ամուսնանա, հա։ Այո, ապրեք, եւ ես դրա համար մեծ վիճաբանություն ունեցա որոշ մարդկանց հետ, հետո ապացուցեց իրանց, որ այդպես չի։ Եվ շատ բաներ գիտեմ, շատ բաներ եմ տեսել, թե ինչ են կատարում եկեղեցու մեջ։ Դրանից որ այն մարդը թող մի հատ լրիվ մի քիչ տեղեկություն հավաքի, հետո ասի եկեղեցու։ Լավ, ասեք ինչ ա ձեզ հետ կատարվել, մեզ հետաքրքիր է։ Ինչեր եք տեսել եկեղեցում, չեք ուզում կիսվել մեզ հետ։ Չէ, դե ինձ բաներ որ Լավ, ուրիշ ռադիո լսող։ Առանձին խոսակցություններ են, Բարի հարգելի, շնորհակալություն ձեր զանգի համար, լավ որ ձեզ։ Շատ ներքի ձեր հաղորդումից շատ ճիշտ եք անում եւ այդպես մարդկանց վրա ուշադրություն մի դարձեք։ Բարի։ Ազատ հարթակ ենք ընկերներ յուրաքանչյուրի համար։ Ողջույն։ Լսում ենք ձեզ։ Հելո։ Բարև ձեզ։ Չգիտեմ։ Ինչն է բացառը, հա, չէ, անջատվեց։ Երբ որ շատ ենք հոլդի մեջ դնում, ահա, նորից դրանք կմիանա։ Բարև ձեզ։ Հելո։ Հելո։ Լսում եք։ Չէ։ Լավ ընկերներ, օքեյ։ Ունեք ավելացնելու բան ես մեր։ Այստեղ բազմաթիվ մեկնաբանություններ ընկերներ հիմնական այստեղ աջակցող բաներ են, շնորհակալ ենք ջերմ խոսքերի համար, աջակցել, չաջակցելու բան չկա, շուրջ մենք 8 տարի ձեր աչքի առաջ ենք, 8 տարի մեր զրույցներում ճիշտ բան ա եղել, ճիշտ ենք ասել,
քննադատելու բան ա եղել, քննադատելու բան ենք ասե, քիչ առաջ էլ մեղադրանքներին զուտ հենց հաղորդման առաջին րոպեներին էդ ենք ասում։ Պարոն Փաշինյան, բան ունեք, ապացույց ունեք, ձեռի տակ, կոմպրոմատ ունեք, բերեք դրեք մեջտեղ, այս ռադիո լսողն է սուս կմնա, այն մնացածներն է սուս կմնան, ընդդիմությունն է սուս կմնա, եթե ոչ, այս թեման շարունակվելու էլ ո՞նց ասենք։ Ո՞նց ասենք էլ։ Բարձ բան է դա։ Տեսանյութերը էս ունենք, ճշտեք երեխեք ունեն թե չունեն, դուք պիտի ապացուցեք։ Ես վստահ եմ, որ ձեռքի տակ բան կա։ Կոմպրոմատներ ձև չունի, սենց հրապարակային սենց թեմաների մեջ խոսան ու ձեռքի տակ բաց չունենան։ Դրա համար ձև դաշնա։ Այդ 10 եպիսկոպոսները, որ եկան հանդիպման, վստահ եմ իրենք ինչ-որ բաներ բացած կլինեն, ինչ-որ բանալիներ տված կլինեն կառավարությանը։ Այն որ նավակը ճոճվել է, այն էլ շատ լուրջ, այդ ակնհայտ է։ Մնում է հասկանալ, թե ինչքան կտևի։ Բայց էլի եմ ասում, այս որ պիտի հնչի եսիմ ես այն բան, այդ չգիտեմ, այդ մի քիչ բան է, էլի անտեղի այնց թվում դա, հա, այդ էլ ինչ-որ ռազմականացում է դառնում մի տեսակ, էլի տարբեր են, բոլոր դեպքերում անկախ է պետությունից եկեղեցին, եթե մենք ուզում ենք որ ինքը չխառնվի քաղաքականությանը, ուրեմն մենք էլ այնտեղ պիտի դրոշ չդնենք ու հիմնը Հայաստանի ամբողջ հարգանքով իհարկե, չեմ կարծում որ դա պատեհ բան առաջարկա այս իրավիճակում գումնե։ Հա, համաձայն եմ այդ առումով։ Այդ առնման ու զինվորական հոգևոր դաշտ է, հոգևոր դաշտ։ Այո։ Այդ հոգևոր դաշտ է։ Պիտի տարբերվի էլի այսինքն զինվորական բաժանմունք չի էլի որ մտնես դրոշակը հիմնը առավոտները եւ այլն եւ այլն ամեն բան իր տեղը ունի հա դե ուրեմն ինչ էստեղ բազմակետ դնենք շարունակելու բայց սիրտս վառվում է գիտես ինչից Ռաֆայել որ այս չի ստացվում այնպես որ այս սրբության քողի տակ թաքնված այս մեր եկեղեցականների երեսը լրիվ པարզ դառնա էլի այսինքն մարդիկ հասկանան էլի որ այ մարդ հա էլի համահանում են եւ դուք մի խառնեք անգամ չեմ սիրում այդ որ այս մեր ռադիո լսողը ասում է այնտեղ կնքվել եք այնտեղ անում այո բայց խոսքը դրա մասին չի մենք հավատքի մասին չենք խոսում մենք խոսում ենք եկեղեցականների մասին որոնք խախտում են այդ ամեն ինչը հասկանում եք այդ ամեն ինչը այդ սրբություն կոչվածը պղծության են տանում իրանք էսա խնդիրը էս ոչ թե մեր եկեղեցին ոչ թե մեր հավատքը մեր կրոնը հա բոլորս էլ կնքված ենք պարկ Աստծո բայց դրանից չի հետևում որ իրենք լավն են բոլորովին չի հետևում այսինքն տրամաբանական կապ չկա այդտեղ տեսնենք զանգը կվերականգնվի թե ոչ բարև ձեզ Ահա, հիմա լսեցինք երկար այս մեր հեռախոսը այսօր լսում եք Հելո Բարև ձեզ Այ չեմ հասկանում ինչի է ասես Ահա, լսում ենք ձեզ Բարև ձեզ Բարև Ես ձեզ Հունաստանից եմ զանգում Հունաստանից Էվխարիստո Մի անգամ էլ եմ զանգել ես Դերենիկին կուզենայի ողջունել, ինձ շատ է դուր գալի իր խոսալը, իր մտածելա ձևը, մտածելա կերպը, չգիտեմ ոնց են ասեմ։ Շատ ես կուզենայի ուղղակի ողջունել Դերենիկին։ Ողջույնները լսում է Դերենիկը։ Ես ապշած եմ, ես կուզենայի Դերենիկի նման մարդ ըլներ Հայաստանի հանրային հեռուստատեսության տնօրեն ու իրաց ցույց տալու ոնց պետք է աշխատի լրագրողը եւ լրագրող ոնց պետք է լետ ամ որտեղ շատ գրագետ մարդ է ես իրան շատ եմ հավանում եւ այդ զանգի համար ես չեմ կարող հասկանամ մեր երկրի ղեկավարին սատարելու համար ինչի համար ես պետքա ված զգամ հետաքրքիր բան եք ասում Ես իմ երկրի ղեկավարին սատարում եմ, ես բացահայտ ասում եմ, ես Հունաստանից եմ, Արմեն Մատևոսյան, 20 տարի եկեղեցական խաչեր եմ սարքում, ինչքան պատրիարխ կա, ինչքան եպիսկոպոս, ուղղափառ, Կիրիլ, Վարդոլոմեոս, բոլորի համար սարքել եմ։ Շատ լավ, շատ լավ։ Եթե
հարցնեք, ինձ բոլորը ճանաչում են, բայց ես չեմ ամանչում իմ երկրի ղեկավարին սատարելուց, ես չեմ հասկանում ինչի համար պետքա վարձ գամ, այդ մարդը զանգես, դու սատարում ես երկրի վարչապետին, այո, մենք սատարում ենք մեր երկրի վարչապետին եւ ինչ կա դրա բանը որն է։ Շատ դարքիր տեսանկյունից հարցը մեկնաբանեցիք։ Ձեզ լավոր ենք մաղթում, շնորհակալություն զանգի համար։ Շնորհակալություն, բարի խոսքեր։ Վարտը նաեւ որ սատարում է մի մարդու, որ արդեն գնացել է։ Այդ մարդը չկա, քաղաքականապես չկա, ինքը որ ղեկավար էր, ինքը այդ վաղտել ղեկավար չէր։ Իրան ոչ մեկ չէր ընտրում, այդ է շատ վատ է, որ ուրիշ մարդ է սատարում։ Բայց որ մեր երկրի վարչապետը ժողովուրդը ընտրել է, ի պետքա չսատարեմ ես։ Հասկացանք։ Շնորհակալություն զանգի համար։ Ձեզ լավոր։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն։ Հետարքիր տեսանկյունից մոտեցա։ Հա, եւ գիտեք ինչ, ասենք, եթե մեր ռադիոլսողի նման ասած սատարում ես, ուրեմն կամ փող ես ստանում, կամ մի բան կա, էլի, այսինքն Չէ, այսինքն ով որ այն կողմը սատարում է, որ ամբողջ մեդիայում մի հատ գովազ չունեն, իրանք փող չեն ստանում, մենք որ գործընկերներ փառք, որ ասում եմ փառք Աստծո, գործընկերներ ունենք եւ ըտեղով ենք ոնց որ ասած ապրում, այդ փող ենք ստանում։ Ընկերներ, ձեր մեդիաները, որ առավոտից իրիկուն ինչ ասես գրում են, ում մասին ասես, մեր մասին էլ, իմ մասին էլ եւ այլն։ Իրանք որտեղից են ֆինանսավորում։ Իրանք ռեժիսորները, խմբագիրները, եթե իրանք մի հատ գովազ չունեն, այդ ինտերնետները, այդ բլոգերը, այդ ամեն ինչը որտեղից են ֆինանսավորում։ Ամբողջ օրը միկրոֆոններն ու տեսախցիկներ առած վազում են գյումրիներով, էջմիածիններով, ազգային ժողովներով։ Որտեղից են ֆինանսավորվում։ Ես ասում եմ որտեղից են ֆինանսավորում, ունենք Փարքասու 15 հատ գործընկեր։ Իրանք որտեղից են ֆինանսավորում։ Այս է խնդիրը։ Մեզ ֆինանսավորումը սպանին թողին այս թեմայի շուրջ, եւ որ արդեն գիտես ինչ պիտի ասենք, լավ են անում։ Հա, բայց այս թեման լավ է։ Ասեք մի քիչ ավելացնեն փողը, պակասում է։ Հա, էլի զանգերի տեղատարապ է ուղղակի, հիմա ով է միացել, բարև ձեզ։ Այս մեր հեռախոսը այսօր մեր հետ չի խոսում, չի պատասխանում ու անջատվում է։ Բարև ձեզ։ Hello։ Hello։ No, լավ, всё։ Այսքանը դերնիկ այսօրվա համար ուրեմն գնանք։ Այո, դե լավ եղեք, սիրելիներ, կհանդիպենք վաղը։ Համբերություն ամենեցուն։ Այո, միշտ տեսություն։ Վերջ ընկերներ, այսքանը։ Դա, շնորհակալություն բոլորին զանգերի, մեկնաբանությունների, կոմենտների համար։ Այսօր այո, նոր ձևաչափ ենք որդեգրելու, ոչ թե ինչի արդարանալ հարց։ Ինչի արդարանալ որևէ բան ասել, մանավանդ այս պարագայում, որ դիմացինը ինչ-որ զրպարտանք է անում։ Երևի ամենաճիշտը դա լավ են անում։ Okay։ Երևի տենց կանենք, որովհետև տենց ավելի քիչ կցավացնեն, քան թե չեղածի դեպքում։ Ու երկրորդ ամենաանարդար բանը այս կյանքում, ինձ փոքրուց տենց են սովորացրել, ու քանի որ ես 16 տարեկանից իմ դրամը ունեմ, ես ինքս եմ վաստակում, այս կյանքում ամենաանշտորակալ բանը այդ ուրիշի փողերը հաշվելն է, ուրիշի հոնորարները հաշվելն է։ Ես գիտեմ ես ինչպես եմ վաստակում, Փարքասու ազնիվ եւ արդար ճանապարհով, ես 13 տարի Միացյալ Նահանգներում իզուր չեմ ապրել, որ այսօր սպասեմ, որ ինչ-որ մեկը ինձ ֆինանսավորի իմ խոսքի կամ չխոսալու համար։ Ես Փարքասու բիզնես էլ ունեմ, գործեր էլ ունեմ, ովքեր գիտեն, այդ գիտեն։ Ես վերջերս եմ մեծ հեղինական երեկոյի գրքի շնորհանդեսով Միացյալ Նահանգներից վերադարձել, շատ հաջողված եւ մի խոսքով ամեն ինչ մոտ կարգին է։ Մտածեք զրպարտողներ, մտածեք թե դուք որտեղից եք ֆինանսավորում, դուք ոնց եք ապրում, դուք ինչ եք անում այս երկրի համար։ Բոլորը իմ դպրոցների մասին էլ գիտեն, իմ ուսուցիչների մասին էլ գիտեն, այն հարյուրավոր երեխեքը որ սովորել ու սովորում են մեր դպրոցում, դա էլ գիտեն, իմ տարբեր երկրներ գնալ եւ հեղինական երեկոներ անել Փարքասով միշտ sold out-ներով, դա էլ գիտեն, Ամերիկայում իմ փոքրիկ համեստ մի քանի գործառույթների մասին էլ գիտեն, իմ համերգներ վարելու մասին էլ գիտեն, ել չեմ ասում ռադիոն, բնականաբար հեռուստատեսությունը, ես այդտեղ հեռուստատեսություն եմ ղեկավարում, մեր ռադիոն իհարկե մեր հարազատ, ինչի մասն է խոսքը ընդհանրապես։ Ուրեմն
ինչ պիտի ինձ ֆինանսավորեն։ Ով ինձ պիտի ես ինձ անգածեի, ինձ պիտի ֆինանսավորեն։ Ես Ամերիկայից թողել եմ, եկել եմ տուն տեղ եմ առել, դրե Հայաստան եկել եմ, ապրում եմ 1000 հոգուց լավ, ավելի լավ, քան Ամերիկայում, եթե լրիվ անկեղծ լինենք։ Ով ինձ պիտի ֆինանսավորի։ Ես կֆինանսավորեմ պետք կլինի, եթե լրիվ ճիշտ խոսանք։ Իմ համար կարամ ասեմ խոսան։ Բերանս է բացել մի տվեք։ Դրա համար շնորհակալություն մեր գործընկերներին, որ մեզ հետ են հարգելի բարեկամներ, մեր գլխավոր հովանավորը, իմ հրաշք ընկերը Sevan Meat Market եւ Sevan Meat and Fish Market, շնորհակալություն, որ իմ կողքին եք, մեր կողքին եք, իմ լավ ավակ ընկերը, ով ամեն հարցում աջակցել ու աջակցում է եւ մեր հաղորդման գլխավոր գործընկերն է։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Իհարկե առիթների դեպքում ասել եմ, որ տարբեր նախագծերի շուրջ եւս Sevan Meat Market-ը աջակցել է, այնպես որ դուք էլ օգտվեք 1037 East Broadway, 1315 East Colorado Street, Sevan Meat Market։ Level ռեստորանի եւ lounge-ը Glendale-ում եւս մեր հրաշալի գործընկերն է, շնորհակալություն, որ մեզ հետ եք հարգելի բարեկամներ, հրաշալի վայրը, լավ ժամանցի գործնական հանդիպումների, ինչու՞ չէ, լանչի համար բիլիարդ ունեն, հուկայի տեսականի, ընտիր։ Level ռեստորան, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Vivaldi Catering ծառայությունը, ինչ ասեմ, եթե catering ապա միայն մեկ անուն, Vivaldi 707-771-7771, նորացված մենյու, համեղ խորտիկներ, գերազանց սպասարկում։ Lemon Law Boulevard իրավաբանական գրասենյակը իր հմուտ թիմով եւս մեր հաղորդման կողքին է 818-319-31-94 հիշեք այս համարը, եթե ձեր մեքենան լի սարած խնդիրներ է տալիս, հոգնել եք դիլերշիփ այցելուց եւ այլն, ապա վստահ եղեք, որ մենք ձեզ կօգնենք, ստանանք full refund, անգամ down payment-ը ետ կբերենք։ Lemon Law Boulevard LA Smart Blinds-ը իմ հրաշք ավակ ընկերը, ասում եք ընկերներ, գործընկերները, հա, ամեն հարցում կողքս են եղել, ցանկացած հեղինական երեկո լինի, միջոցառում լինի եւ այլն եւ այլն։ Դրա համար ես էլ ասում եմ, եթե որ ստուգում ենք ով որտեղից է եւ այլն, ինչից է եկամուտներ ստանում, գործընկերությունից LA Smart Blinds բարեկամներ 1808 Victory Boulevard հասցեում է գործում, իդեպ նորություններ ունեն Butterfly, հա, կոչվող այդ շերտավարակույրները, այստեղ մի քանի նշումներ եմ արել մասնագիտական, լույսը լավ է պահում եւ ավելի ֆունկցիոնալ է, շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, նորությունը եւ հենց LA Smart Blinds-ն է այդ ամենը հավաքում, պատրաստում, գեղեցիկ եւ որակյալ, զանգահարեք 818-281-8136, եթե ուզում եք նոր այս նորության մասին Butterfly ձևաչափով շերտավարակույրների մասին իմանալ, գերազանց սպասարկումով հարմար գներով ամենը կբացատրեն 818-281-8136 կամ այցելեք 1808 Victory Boulevard։ Հասցե մնացածը արդեն տեղում կբացատրեն։ Little Paris Boutique-ը կրկին իմ լավ ավակ ընկերը 44 տարվա հեղինակություն վայելող հասցե 13521 Sherman Way հասցեում զեղչերը շարունակվում են, այցելեք Hugo Boss-ի պաշտոնական ներկայացուցիչն են եւ վաղուց արդեն անուն ունեն նոր տարի, ամանոր Christmas գնումներ կատարել նվերների տեսքով եւ այլն, որակյալը գեղեցիկ եւ մատչելին մեկ հարկի տակ։ Little Paris, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Մեր լավ գործընկերն է նաև Ժաննա Գրիգորյանը, ով տրամադրում է հուսալի աջակցություն իրավական հարցերում, հիվանդության թոշակ, կարճաժամկետ կամ մշտական, տարիքային թոշակ, աշխատանքային թոշակ, նահանգային թոշակներ, եթե անգամ չունեք կարգավիճակ, խնամակալություն, աջակցություն, նաև ժամերի ավելացում խնամակալության, քաղաքացիության ստացում կամ ազատումը քննությունից բժշկական ցուցումով, աշխատանքի իրավունք, Medicare, մի խոսքով Ժաննա Գրիգորյանը ասես լայն փաթեթով աջակցություններ է իրականացնում անկախ ձեր կարգավիճակից։ Զանգարեք 818-287-1369, իսկ մնացածը վստահեք Ժաննա Գրիգորյանին։ Եվ վերջում իհարկե Claims Assist պրոֆեսիոնալների թիմը Կարո Աճեմյանի գլխավորությամբ իր ձեր տունը, բնակարանը, առանձնատունը կամ կոմերցիոն տարածքը տուժել է անձրևից, ջրեղեղից, հրդեհից, մոխրից, փոշուց,
գուցե գողություններից կապ չունի ինչից, եթե տուժել է, ապա մենք ինշուրանսների հետ համառ պայքարի արդյունքում կստանանք մաքսիմալ փոխհատուցում ձեզ համար, այնպես որ 818 538 3578 Կարո Աջեմյան եւ Claims Assist։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Վերջում FIBI ընկերության մասին պետք է խոսեմ, հայկական հեռուստաալիքների լավագույն որակը FIBI բաժանորդագրության շնորհիվ 888-808-0501 իդեպ FIBI-ն Moidom ընկերությունն է, որ 13 տարից է հայտնի է, ռեբրենդինգ են արել, մեծանում են, նոր կամփանի են դարել։ FIBI-ն ասեք, որ լսել եք ռադիոյով կամ ART-ին հեռուստաընկերությամբ եւ ստացեք $20 զեղչ սարքավորման ձեռքբերման համար։ Ես գնամ մյուս գործերից, հարգելի բարեկամներ, ձեզ մաղթեմ լավ օրվա շարունակություն ունեցեք R Music ռադիոյի հետ, աշխատում ենք սիրով, մեր արդար գործով եւ արդար վաստակով։ Իսկ ովքեր ֆինանսավորվում են այլ օղակներից, թող իրանք մտածեն, մենք մտածելու բան չունենք։